Լույս առավոտին շարունակվում է, շնորհակալություն, որ մեզ հետ եք, ինչպես տեսնում եք, զանգուլակները արդեն տվեցինք մեր շրջանավարտներին, իսկ մենք խոսենք այս պահին արդեն թատրոնից ու ֆանտաստիկ ներկայացումից։ Ինչի մասին է լինելու, կիմանաք վարքյաններ անց, այնպես որ մնացեք մեզ հետ առաջիկա 15 րոպեն։ Մայիսի 30-ին եւ 31-ին Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում կկայանա առաջնախաղ 1 երեկո 2 պրեմիերա, երբ բառերն ավարտում են, սկսվում է պարը «Լա Բոհեմ» և «Տանգո»։ Մեկ գործողության պարային ներկայացումը նվիրվում է մեծանուն շանսոնյե Շարլ Ազնավուրին և բեմադրված է նրա 12 երգերի վրա։ Ավելի մանրամասն կխոսենք մեր հյուրերի հետ, իսկ մեր հյուրերն են Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի մենակատարներ Ահարոնը Պետրոսյան և Շահանե Վարդանյանը։ Բարի լույս։ Շնորհակալություն այս ֆանտաստիկ թեման բերելու համար։ Ես ուղղակի վստահ եմ, որ սցենարի հեղինակ եւ բեմադրող խորեոգրաֆ Ռուդոլֆ Խարատյանը վստահ եմ, որ ֆանտաստիկ բան է մտածել ու արել, բայց Շարլ Ազնավուրը անունը արդեն ինքն իրենով շատ պարտավորեցնող է ու անկախ նրանից, որ դու դեռ չգիտես ինչի հետ գործ ես ունենալու, որ միայն ասում ես շանսոնյեի անունը, արդեն շունչդ պահած գիտես, որ սպասվում է եւ բարդ աշխատանք, պարտավորվածություն եւ իհարկե հաճելի արդյունք։ Այո, նախ ողջույն բոլորին, հիշեցնեմ, որ առաջին անգամ ներկայացումը բեմադրվել էր օպերային ազգային բալետին թատրոնում 2017 թվականին եւ այդ պարտավորեցնող ավելի շատ բանն էր, որ անձամբ Շարլ Ազնավուրը ներկա էր ներկայացմանը եւ նաեւ իր համաձայնությունն ենք ստացել լիբրետոյի բեմադրման հարցում, պարոն Խարատյանը լիբրետոն հաստատել է, կարելի ասել, Շարլ Ազնավուրը եւ դրանք ավելի պարտավորեցնող են, որտեւ Բարել բեմում շատ պարտավորեցնել է, բայց երբ որ ներկա է հենց այն անձնավորությունը, այն հզորությունը, ում համար որ դա բեմադրված է եւ նա վերջում քեզ սափարում է, դա արդեն շատ հաճելի երևույթ է։ Եվ հիմա արդեն վերաբեմադրվում է կամ կարելի ասել փոխադրվում է ներկայացումը Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում եւ այս անգամ փոխադրող բալետմաստերն է Նաիրա Հովհաննիսյանը։ Ներկայացումը մեջ ունի խորհուրդ, ինչի է արդիական այսօր, որովհետև նա ավելի շատ խոսում է երիտասարդ մարդու, երիտասարդ անձնավորության, հույզերի, էմոցիաների, երազանքների, իր կյանքի մասին է խոսում եւ սա այսօր պակաս արդիական չի, երիտասարդությունը կարող է նայել ներկայացումը եւ տեսնել, որ կարելի է դժվարության հանդիպելուց էլ դժվարության մեջ էլ լինել դրական, լինել արվեստով լցված։ Շատ երիտասարդներ կգտնեն իրենց նույնիսկ ըստ սայթը, որովհետև այսօր շատ երիտասարդներ են անցնում առասարակ մեծ հաջողությունների ու լավ բան հասնելու համար պետք է անցնել շատ քարքարոտ ու դժվար ճանապարհ։ Այսօրվա երիտասարդությունը շատ մեծ ներուժ ունի բոլոր ասպարեզներում կարելի ասել, ու դրա համար եւի համամիտ եմ ձեր հետ։ Այո, մոտիվացիա է ներկայացումը, որովհետև ցույց է տալիս այն ճանապարհը, ինչով անցել է Շարլ Ազնավուրը մինչև իր փառքին հասնելը։ Ներկայացման առանձնահատկությունը կայանում է նրանում, որ այստեղ մենք բոլորը Շարլ Ազնավուրին շատ լավ գիտենք, բայց ներկայացումը Շարլին ներկայացնում է յուրովի ու եթե հանդիսատեսը գա ու նայի, կհասկանա ինչի մասին է խոսքը, չեմ ուզում փակագծերը բացել, բայց բավականին հետաքրքիր ու մեծ աշխատանք է տեղի ունեցել այս ներկայացման մեջ, ես մի քիչ պատմեմ, եթե թույլ կտաք պատմեմ մեր համար ոնց է դա տրվել, օպերային թատրոնում ներկայացումը բալետային է եղել, բայց Պարոնյան թատրոնում մի փոքր ժանրային փոփոխություն է եղել, որովհետև մեր արտիստները, չեն տիրապետում այդ բալետային արտիստներ չեն ու ներկայացումը մեր վրա մի փոքր այլ է լինելու, աշխատանքը շատ մեծ է եղել, շատ ենք տանջվել, ներկայացումը սկսել ենք հունվարից, աշխատել ենք հունվար ամսվանից մինչև այսօր մենք սենց սրտի թրթիռով սպասում ենք, թե երբ է պրեմիերան գալու, որովհետև նախ պատասխանատվությունը շատ մեծ է, որովհետև այս ներկայացումը տեսել են բալետային արտիստների վրա ու հիմա արդեն պետք է տեսնեն մեր կատարմամբ։ Ամբողջովին այլ բան ենք տեսնելու։ Միանշանակ ու Եվս մեկ անգամ շեշտեմ, որ սա առաջին ներկայացումն է Պարոնյան թատրոնում, որ ամբողջությամբ պարային է։ Մինչև այս Պարոնյան թատրոնում եղել են դերասանական ներկայացումներ, որտեղ մեր
բալետային կազմը փոքր համարներով ներկայացել է, բայց սա ամբողջությամբ մեր ներկայությունն է բեմում, ամբողջությամբ մեր բալետային արտիստներն են, մենք Պարոնյանում կոչվում ենք բալետային արտիստներ։ Կարելի ասել, որ թատրոններից հիմա այս պայծրությամբ Պարոնյանը միակն է, որ վաստորեն ունենում է բարային ներկայացում, բարային Իսկ այս 12 երգերն ինչպես են ընտրվել, ինչ սկզբունքով։ Այս 12 երգերը շանսոնի սիրած ամենահիթային երգերն են։ Չնայած ներողություն սխալ է ասել, որ Շարլի գործերը չեն ինչ-որ մեկը։ Բայց Պարոն Խարատյանի կողմից երևի նաև մի քիչ էլ Պարոն Խարատյանի սրտին ավելի կպած երգերն են եւ այս 12 երգերն ունեն Պարոն Խարատյանի հետ երեք եզրուցում եւ ունեն աստորեն խորհուրդ 12 թիվը այտենց որ ընդունված որպես սիմվոլիկա 12 առաքյալները 12 եւ այսպես տարբեր սիմվոլիկ նշաններ ունեն սա նույնպես Իսկ բեմում աշխատելիս ամենաբարդը որն է եղել ձեզ համար։ Այս ներկայացման ժամանակ բեմում մենք չենք կարող սահմանափակվել միայն տեխնիկայով, այսինքն ձեր հնարավորությունները ցույց տալով, այս ներկայացման մեջ ավելի շատ պետք է նաև ճիշտ ներկայացնել ամեն մի պահը, որպեսզի հույզերը տեղ հասնեն հանդիսատեսին, որտեղ շատ առանձնավոր լիք էմոցիաներով տարբեր կյանքի փուլերում տարբեր էմոցիաներ ազգացել, ու սա պետք է նախ առաջին հերթին հերոսը որպես կերպարը ներկայացման, գլխավոր կերպարը հերոսը ներկայացնի ճիշտ, հասցնի տեղ, սա նաև ինչու՞ չէ մյուս պարողների մասնակցությունը, որտեղ տեղափոխում ենք հանդիսատեսին պետքա տրամադրություն փոխանցել եւ հատուկ այս հենց ներկայացման բեմադրության համար պարոն Խարատյանը հենց մեկնել է Ֆրանսիա եւ ուղղակի նայել է թե փողոցում մարդիկ ոնց են քայլում, ոնց են հեծանիվը քշում, ոնց են ընդհանուր մթնոլորտը եւ այս նույն մթնոլորտը բերել է բեմ ու հատուկ ոչ թե գնացել ենք նայենք, այսինքն բալետային, այլ հենց աուրան բերել բեմ Ֆրանսիայի փողոցների, որտեղ բեմը եթե ներկայացումը նայեք, տեսնեք, որ այնտեղ կան ռոլիկներ եւ հեծանվորդ, որը հիշեցնում է մեզ Ֆրանսիայի հենց փողոցները։ Այ որքանով եք դուք ուշադրություն դարձնում եք կարևորություն տալիս դետալներին, հա, այսինքն հասարակ հանդիսատեսը սովոր է որ գիտի թե դերասաններն են բեմում են, օքեյ, ամեն ինչ շատ լավ անցան գնացին, բայց շատ մեծ կարևորություն է լույսը, դեկորները, այ որքանով է դա ձեր համար կարևոր, թե բոլորին այդքան ուշադրություն չեք դարձնում այդ ամենին։ Իրականում ներկայացման մեջ դեկորները շատ չեն ու դա հնարավորություն է տալիս արտիստին բեմում ավելի ազատ լինելու։ Այս ներկայացման մեջ մենք պարիկներով ենք լինելու, որը իր խորհուրդն ունի, բայց չեմ ուզում ասեմ ինչ խորհուրդ ունի։ Բավականին, այո, բավականին հաճելի անակնկալներ կան ներկայացման մեջ ու սա ինչ որ կանոններով ներկայացում չի, սա կանոններից դուրս ներկայացում է ու սա ազատ է նրանով, որ ես այդտեղ որպես համ պարուհի եմ ներկայանում, համ որպես դերասանուհի, այսինքն երկու մասնագիտությունն էլ, հա թե պարող թե դերասան շատ կարևոր է, որտեղ մենք այնտեղ ունենք ստատիկ, չգիտեմ, տեսարաններ, որտեղ պետքա ցույց տանք մեր դիմախաղը, մեր ներքին ապրումները ու այդ ամեն ինչը շատ կարևոր է ներկայացման մեջ։ Ես եթե անկեղծ լինեմ, ներկայացման մեջ իմ ամենասիրելի տեսարանը վերջին տեսարանն է։ Միգուցե երգով է դա պայմանավորված, լաբոհևումով ենք մենք ավարտում ներկայացումը։ Այդտեղ Շարլի Փարքն է ու այդ մենք ուղղակի կանգնած ենք, ոչինչ չենք անում, բայց այնքան ասելիք ունի այդ տեսարանը, որ չգիտեմ, ապրումներս այդ տեսանում շատ կարող են փաստել աչքից, որ լաբոհեմը ձեր սիրելի գործերից մեկն է, իսկ ձերը որը կարող են առանձնացնել այդ 12 գործերից մեկը։ Դժվար է հասկանում, բայց դուք այդ ապրումները լաբոհեմը շատ կապած է սրտին ու գիտեք այդ ներկայացման ժամանակ Շանոն ինչպես նշեց, մենք կեսը նստած են կանգնած, բեմի վրա կեսը կանգնած ոչինչ բան չեն անում, ու Շարլի հենց կերպա դեմքն է եւ իր երգն է, ու բոլորս հենց հանդիսատեսը եւ մենք բեմի վրա սառած, այսպես նայում ենք Շարլ Անձնավորին ու իր դեմքի մեջ այնքան պատմություն կա, այնքան խորը ինչ-որ բան կա,
ու տենց դաժե դու բեմի վրա նստած մի պահ մոռանում ես որ բեմի վրա նստած ես ու նայում ես մենք մեջքով հանդիսատեսին ենք նստած եւ նայում ենք Շարլ Ազնավուրին, այդ բանը շատ սենց սրտին կպնող է։ Այո, Շարլի ներկայությունը այդ ներկայացման մեջ շատ մեծ է վերջին տեսարանում։ Տպավորությունը, որ հենց Շարլ Ազնավուրը այդտեղ է։ Եվ դեկորների մասին, նաև բեմի նկարչության մասին ուզում եմ նշել, որ բեմի նկարչության բեմանկարիչը Աստղիկն Ստեփանյան եւ մենք այնտեղ ունենք աստիճաններով հատված, որտեղ ինձ ես տենց եմ մտածում, որ խորհրդանշում է ոնց որ Շարլ Ազնավուրի անցած ճանապարհը, աստիճանները եւ ունենք բեմ երկրորդ հարկում, որը արդեն ուրիշ խորհուրդ ունի, ոնց որ ավելի բարձր, ավելի տիեզերական եւ ոնց որ իր կյանքի թռիչքը դեպի ավելի բարձունքներ։ Ըստ ձեզ, դե հասկանում եմ, որ մենք անդրադառնում ենք մեծանուն Ֆրանսիայի շանսոնիեին, իր գործերին, բայց կա այլ նաև խորհուրդ կարծում այս ամեն ինչ մեջ, որովհետև հանդիսատեսը ոչ միայն կրկին կվայելի իր ֆանտաստիկ գործերը, սա նաև կրկին հնարավորություն է միգուցե տեղափոխվելու այլ ժամանակներ, գնալ պատմության գիրկը, միգուցե կրկին փորձել արմատներին մոտ գալու, միգուցե սա նաև տուրիստների համար, ովքեր որ վստահ եմ կլինեն ներկայացմանը, իրենց համար սա այլ հնարավորություն է, այլ տեսանկյունից նայել Հայաստանին, նայել շանսոնիային, նայել Ֆրանսիային, որտեղ շանսոնին բազմաթիվ դժվարություններով հասել է մի մեծ փառքի, արդյոք դուք տեսնում եք ինչ-որ այլ կարևոր թեմաներ, որոնք կբարձրացվի եւ հանդիսատեսը իր հետ կտանի։ Կան շատ կարևոր հատվածեր նաև տուրիստների հետ կապված, որտեղ հիմա շատ տուրիստական շրջան է եւ մենք Շարլ Ազնավուրով իհարկե կարող ենք պարզ ճակատով ներկայանալ աշխարհին ու սենց բաց հրավիրել ասել եկեք տեսեք որ Շարլը մերն է եւ մեր մոտը եւ մենք իրան միշտ պիտի հիշենք եւ պիտի միշտ իր մասին խոսենք եւ որպես դուք չմոռանաք, որտեղ մենք չենք մոռանալու եւ կարևոր խորհուրդներից նաեւ որ ես կուզենայի օրինակ սերունդը մեր նոր եկող սերունդը հենց Շարլի օրինակը իր վրա վերցնելով բոլոր դժվարությունները հաղթահարելով միշտ ցկտի իր նպատակներին հասնել, որտեղ կյանքը որ նայում ես շատ բարդությունների միջով անցել է, բայց ոչ միտեղ չի հաստատվել եւ դա շատ լավ օրինակ է մեր երիտասարդության մեր համար։ Իսկն հզոր ներուժ է ունեցել, չհանձնվելու մեծ տաղան։ Իսկ ձեր համար Օй։ Իմ համար նույնպես, որովհետև ներկայացումը նայելուց դու տեսնում ես ամեն տեսարանում Շարլի փոփոխությունը, Շարլի աճը ու այն խոչընդոտները, որի միջով ինքը անցնում է ու հասնում է այդ կետին, բավականին բարդ են։ Ես հիմա չեմ ուզում պատմել ամբողջ սցենարը, որովհետև ուզում եմ հանդիսատեսը ինքը գա եւ տեսնի, որովհետև յուրաքանչյուր մարդ իր համար այս ներկայացումից մի փոքրիկ բան է տանելու, ես շատ վստահ եմ ու այս ներկայացումը յուրաքանչյուրի սրտում տեղ է գտնելու։ Վաու։ Շատ հետաքրքիր է, արդյոք կա նման մի բան, որը որ հանդիսատեսի համար անտեսանելի է, բայց դրա բացակայության դեպքում ներկայացումը կարելի է տանուլ տալ, դերասանը չի կարող ավարտել կամ չի կարող հանձնել դատին, հա, հանդիսատեսի։ Կա նման մի բան, որը որ մեր համար, մեր հանդիսատեսի որպես մենք դա չենք տեսնում։ Եթե անկեղծ իմ համար առաջին կետը դա թիմային աշխատանքն է։ Թիմային աշխատանքը դա չի երևում հանդիսատեսի կողմից, բայց այն փաստը, որ երբ որ արտիստը ապարում է ու մյուս թիմը, հա, մնացած արտիստները կուլիսում կանգնած ու այսպես սպասում են, որ հանկարծ մի սխալ չանի, շարժումը ավարտի վերջացնի, այդ ամենը հանդիսատեսը չի տեսնում։ Ու այն աշխատանքը, որը կատարվում է բեմում, դա միանշանակ թիմի շնորհիվ է, որովհետև միասնականությունը ամենակարևոր բանն է իմ կարծիքով բեմում։ Երբ որ արտիստը, հա, մեկը մտածում է մյուսի մասին, անհանգստանում է, դա չի երևում ըստ իս հանդիսատեսի կողմից։ Ըստ Հանդիսատեսի կողմից չի երևում մեր պարողների, արտիստների
մի կողմից ուզում ասեմ տանջանքը, բայց տանջանք չի, երբ որ դու դա սիրով ես անում, ցանկացած բան, դա տանջանք չի համարվում, օրինակ ես միշտ ինձ վերցրել եմ, որ ես ոչ թե աշխատել եմ, այլ այտենց եթե դու սիրում ես, չես աշխատում, այլ գալիս է ծառայում ես արվեստին ու հենց այս փորձերի ժամանակ հանդիպած դժվարություններին, կազմակերպվածությանը, խմբի, որտեղ մի քիչ դժվար է մեծ խմբին համակարգել։ Ու սա շատ մեծ աշխատանք է պահանջում իրանից, որը շատ ստացված կատարեց, շատ հաջող ստացվեց Նաիրա Հովհաննիսյանի մոտ ու իր կազմակերպչական այդ ջիղի շնորհիվ ամեն ինչ իր հունով ճիշտ գնաց եւ կարծում եմ պատվով դուրս գանք տակից ամսի 30-31-ին հրավիրում եմ Շնորհակալ ենք շատ, ես վստահ եմ, որ շատ յուրահատուկ է լինելու ամեն բան, որովհետև որքան մենք փորձեցինք կորզել ինֆորմացիա մի բան իմանալ, հնարավորինս չիմացանք։ Շնորհակալ ենք ձեզ շատ։ Մեզ մնում է պարզապես հրավիրել մեր հեռուստադիտողին այդ օրը, եւս մեկ անգամ հիշեցնենք մայիսի 30-ին եւ 31-ին Հակոբ Պարանյանի անվան երաժշտական կոմեդիա պետական թատրոնում կկայանա առաջնախաղ 1 երեկո 2 պրեմիերա։ Երբ բառերն ավարտվում են, սկսվում է Պարը։ Դե ինչ, Լա Բոհեմ, տանգո, ֆանտաստիկ երեկո է սպասվում ու սա եւս մի հնարավորություն է վայելելու շանսոնիեի գործերը։ Եվ սա եւս մեկ հնարավորություն է Հակոբ Պարանյանում լինելու, վայելելու այս տաղանդավոր մարդկանց աշխատանքը, որը որ հունվար ամսից մարտիկ աշխատել, ահռելի աշխատանք է տարվել, կան բազմաթիվ անակնկալներ, իսկ մեզանից մնում է միայն տոմսերը գնել եւ գնալ։ Գնացեք թատրոն, դա ֆանտաստիկ է։ Շնորհակալ ենք ձեզ շատ։ Եվս մեկ անգամ հիշեցնենք, մեր հյուրերն էին Հակոբ Պարանյանի անվան երաժշտական կոմեդիա պետական թատրոնի մենակատարներ Ահարոնը Պետրոսյան եւ Շահանե Վարդանյանը։ Շնորհակալ ենք։ Շնորհակալ ենք։ Ձեզ լավ ենք մաղթում, դե ինչ, եւս մեկ անգամ շնորհավորենք մեր շարցրելի շրջանավարտներին, այո, վերջին զանգ հանրապետությունում երիտասարդները տոնում են իրենց կյանքի ամենակարևոր տոներից մեկը, մենք շնորհավորում ենք ձեզ, ձեզ լավ ենք մաղթում, ամենակարևորը ժպիտով եւ լավ տրամադրությամբ անցկացրեք եւ իհարկե շնորհակալություն բոլոր մանկավարժներին։ Իսկ դուք մնացեք Կենտրոն հեռուստաընկերության հետ, ձեզ լավ